Ուրախ ենք քեզ տեսնել եւ sense նոր կարծում եմ շատերը առաջին անգամ տեսան, թեպետ նաեւ մեծ տարածում ուներ, բայց հավելյալ անգամ, եթե մեկն էլ չէր տեսել, գիտես, հաճելի է նայել այս բան, եզակի բաներից է այս օրերին, երբ միջազգային հարթակում այս դիրքերում ինչը բարդ է, օբյեկտիվորեն բարդ է, այս նվաստացած գլոբալ վիճակում երկրի ինչ որ պետական թասիբի կամ հայ թասիբի մասին խոսել, բանավիճել ադրբեջանցիների հետ, որոնք իրանց զգում են լրիվ տենց ոնց որ իրանց տունը ցանկացած տեղ ու հայերի շրջապատում կլինի դա ռեստորան, թե ինչ որ միջոցառում։ Հիմա ավելի մանրամասն կասես, սա ոնց եղավ որ որտեղ բոլորը այս կտորն են տեսել, ոնց օրակարգից շեղեցին, ինչ թեզեր առաջ բերեցին ադրբեջանցիները, ինչը հանգեց նրան, որ դու սենց պորտատեղադրում իրականացրեցիր։ Նախ տղեկ ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Երեկոյան ենք ուշ վերադարձել մեր պատվիրակությունը, այսօր Թալինում ենք, մասնակցում ենք Թաթուլ Գրպեյանի հիշատակի միջոցառմանը։ Ծնունդն էր, չէ՞, այսօր։ Մահվանորն էր այսօր։ Եվ արդեն երեկոյան ձեր մոտ։ Միջոցառումը բավականին լուրջ միջոցառում էր, տղեկ ջան, ինքը Եծինա Ռոսիայի կողմից կազմակերպված 80-ամյակը, մեծ հաղթանակի 80-ամյակի, բայց միայն մեծ հաղթանակի 80-ամյակ չէր, Ուռոկի Սազդանիոն, այսինքն ՄԱԿ-ի ստեղծման դասերը։ Սա է շատ կարևոր է, այս կոնտեքստի մասին եմ ասում, մասնակցում էին տասնյակ երկրներից, ոչ 30 երկրից ավել մասնակցում, այնտեղ ասինքն եվրոպական բազմաթիվ երկրներ կային, հիմնականում արևելյան Եվրոպան։ Հանրապետականը որպես գործընկեր կուսակցություն, չէ՞։ Այո, մենք Եծինա Ռոսիայի հետ 2007 թվականից ունենք համագործակցության հուշագիր, 2007-ից մենք ունենք 2009-ից Բարգավաճ Հայաստանը եւ այդ պահով գնացել ենք այնտեղ։ Բնականաբար ելույթներ պետք է լիներ։ Ելույթները դե հիմնականում 80-ամյակի մասին պետք է լիներ մեծ հաղթանակի, մեկ էլ ՄԱԿ-ի օրակարգի շուրջ։ Ադրբեջանի պատվիրակը ելույթ է ունենում падգամավոր երկին, Յենի Ադրբեջան կուսակցությունից։ Դենց էլ ելույթ է ունենում Դե ինչ պետք է ասեն, մեր նման ոչ Միկոյան են տվել, ոչ Բաբաջանյան, ոչ Բաղրամյան, ոչ Իսակով, Բակինսկը քյասա տենց էլի։ Այդ Բակինսկին եւ ստել կեսից ավել հայերին նա եղել։ Այդ էլ ասեմ, էլի։ Իհարկե։ Մանթաշև, Արամյանց։ Այդ են ասում, մեկ էլ տես խոսես, վերջում ստես ֆաշիզմից խոսել։ Թե բա 44-յա պատերազմում մենք հաղթեցինք ֆաշիզմը եւ վերականգնեցինք պատմական արդարությունը։ Կոնֆլիկտը արդար ձևով լուծվեց։ Այդ բան, քանի որ ես ելույթ ունեի, կոռեկտ չհամարեցին դատեմ տեղից, որովհետև ի վերջո լակոտ չենք, էլի լուրջ մարդ ենք, 25 տարվա քաղաքական ստաժ ունենք, 12 տարին պարլամենտում, մեկը ես միշտ էլ պարլամենտում եմ, երբ որ աշխատել եմ, այդ ընդհատել բան չեմ։ Ռեգլամենտ կա, քեզ էլ է ժամանակ տրված, քան իր անել, ժամանակը գա կխոսես։ Ժամանակը մեր եկավ Ես խոսում էի էլի, բոլորը տեղադրված էին մեջում, Աբրամյան Տիգրանն էլ առաջինը տեղադրել, ու խոսեցի 80-ամյակից, խոսեցի հայ ժողովրդի դերակատարումից, խոսեցի խորհրդային միության դերակատարումից, նշեցի, որ խորհրդային զինվորն է ազատագրել Եվրոպան, խորհրդային զինվորի ջանքերով է, որ Հիտլերը չկարողացավ բլիցկրիգով ավարտել պատերազմը, Մոսկվայի Լենինգրադի ճակատամարտ, Բերլինն է, չէ՞ առաջինը մտել խորհրդային։ Բա հենց Ժուկովն է մտել, միայն ուրիշները չեն էլ մտել։ Բայց դե սպասեցին, որ գան նոր բաներ։ Չէ, չի, դա անկապ ոչ մի բան չսպասեցին։ Ավելի ճիշտ կասեի, երկրորդ ճակատը բացվեց միայն այն ժամանակ, երբ որ Ռուզվելտը եւ Չերչիլը համոզվեցին, որ Ստալինը գալիս է դեպի Բերլին։ Իհարկե։ Այսինքն նորմանդական բանով Այո, 44 թվականի։ Այսինքն իսկ Բերլինի վրա երկու բանակ էր գալի, Պերվի ուկրաինսկին Կոնյևի գլխավորությամբ, Պերվի բելարուսկին Ժուկովի գլխավորությամբ եւ մտան ավելին ասեն, որ Բերլինի շտուրմին մասնակցել է մեր 89-րդ Թամանյան հայկական ազգային դիվիզիան։ Այո, եւ ազգային Նվեր Սաֆարյանի գլխավորությամբ, իդեպ Արցախցի Նվեր Սաֆարյանի գլխավորությամբ եւ այդ շտուրմին մասնակցել են նաեւ ապագա մարշալ Բաբաջանյանը, ով Ասվաբաժդենիա ֆիլմը նայել է ուզերովի, ինքը տեղ նորամուտություն է մտցրել, սովետական տանկերը մետրոյով է մտցրել։ Այսինքն Մայտնես, այո, մետրոյով մտցրել է Ռեստագի մոտ դուրս եկել, այո, հայ խելք է, Ղարաբաղցի հայ։ Ասլա մետրով գնանք, ասել եմ, բայց տանկով ես ասել ոչինչ։ Տանկով մետրոյով։ Ու այդտենց խոսում եմ,
Մեկ էլ հասա այդ մասը ասեցի, եկա արդեն ՄԱԿ-ի մասը, որ 80 տարի առաջ նաև առաջացել է, ստեղծվել է ՄԱԿ-ը առաջացել է ոչ միայն որպես դիպլոմատическая площадка, ոչ միայն որպես դիվանագիտական հարթակ, այլ նաև անվտանգային խնդիրներ լուծելու համար, ՄԱԿ-ի կանոնադրությունից խոսեցինք եւ բնականաբար համար 1 համար առաջին կետը դա որն է ազգային ինքնորոշման իրավունքը։ Ազգային ինքնորոշման իրավունքը խոսեցինք, կապեցի մեր ռուս բարեկամների հետ, ասեցի, որ մեր ռուս դաշնակիցները սպეციальной военной օպերացիան սկսելու զուգահեռ շատ ակտիվ բան են անում, զարգացնում են ինքնորոշման իրավունքի իրացման թեզը։ Բնականաբար Դոնբասում եւ Ղրիմում։ Բնականաբար այդ թեզը նաեւ Լեռնային Ղարաբաղն է դրանով եղել, բայց ցավոք սրտի երկակի ստանդարտները միջազգային կառույցների եւ նրանց դրությունը հանգեցրին նրան, որ այսօր Արցախը օկուպացված է։ Դրանից հետո էլի անդրադարձա հայնական մեծ պատերազմի հերոսներ Մարշալ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Խանֆերյանցի, նրանց Արցախում արդեն Ստեփանակերտում, Հադրութի մեծ թաղեր գյուղում եւ Շուշիում եւ Նելսոն Ստեփանյանի արձանների բարբարոսությանը, որ ադրբեջանցիները իրականացրել են բարբարոսություն, վանդալիզմ, հայնական մեծ պատերազմի հերոսների, ազգությամբ հայ հերոսներ, որտեղ մարշալ են եղել։ 3 մարշալի եւ 1 դվաշտի գերոյի։ Լենինգրադի պաշտպան Նելսոն Ստեփանյանը։ Այո, իդե բոլորը Արցախյան ծագում ունեն, բոլորը, հա։ Ու այդ բանին ադրբեջանցի, հա, իվիճալուց ասեմ, երբ որ ադրբեջանցիք խոսում էին, իրանք 2 հոգով էին։ Երբ որ սրանք ցուցակում տեսան, որ ես պետք է արձագանքեմ, ընդմիջումից հետո մի 6-7 հոգով եկան։ Ես չէի ֆիքսել, մեր Աբրահամյան Տիգրանն ավելի ուշադիր է, ինքը ֆիքսել էր։ Որ այնտեղ եւ անվտանգության աշխատող կա դրանց եւ դեսպանության աշխատող, շայկային աղոտ։ Հա, մեկ էլ ես արդեն վիդեոն կա, ես սկսեցի բանից խոսել, որ ադրբեջանցիները վանդալիզմ են իրականացրել, սրանք բա ստոպ, դե տեսակ էր, ինչ ստոպ։ Ինչ ստոպի Միջայոց ասեմ, իրանք ինձ լավություն արեցին։ Իմ ելույթում, ես չէի, քանի որ կա ռեգլամենտ բան, ես չէի նախատեսել տենց շատ սուր խոսամ, հա, էլի ասինքն բանից, Արցախի էթնիկ զտումից, որ Ադրբեջանը ֆաշիստական երկիր է, բան էլի բաներ կար։ Ու այդ ստոպի վրա դու մտար արդեն։ Ստոպի վրա դե որ ասեք ստոպ, ասեցի դերում լսեք, ասի հետո ես այնեղ ասեցի, բա դուք ասեցիք սպրավիլիվ, ասես конечно սպրավիլիվ է решение։ Ահա, ասի դե որ սպրավիլիվ է մի լսի։ Ու բնականաբար դրա տակ արդեն ասացին, որ Ադրբեջանը էթնիկ զտում է իրականացրել, Ադրբեջանը մերժել ազգային ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանը ֆաշիստական պետություն է եւ իրականացնում է ազգային խտրականություն եւ քսենոֆոբիա։ Իրանց խելոք իրանց զեները կտրեցին, շատ պետք է ասեն, որ դահլիճում եւ բնականաբար տեսակ էլ են Չե Գևարը, ես ենթագիտակցաբար եմ դա ասել, հետո ֆիքսեցի, որ Չե Գևարան էլ ասել է «Да здравствует свобода, да здравствует Куба», բայց իմ մոտ բան էր, էլի «Да здравствует свобода, да здравствует Նագորնի Ղարաբաղ», մեջս։ Այդտենց ասեցի, ու սրանց որ Տիգրան Աբրահամյանն է Դգոլի արտակինն ունի իրականում։ Հələ որ հետ բերես, այդտենց գնացել եք սաղ այդտենց վետերանական հաղթանակած բաներով առաջի պատերազմի կրած տղերք, քարորիայի կրած տղերք, սրանք մտածել են 44 օրյայի։ Սրանք ինձ լավ էլ ճանաչում են, շատ լավ ճանաչում են ու դրա համար շատացան, որովհետև ես իրանք մի բան ասեմ, ստեղան համեստություն չլի, իրաց պապաները չեն կարողացել ինձ լրացնեն։ Դա անհամեստություն ասեմ ով կոնկրետ եւ Գյուլբոլօղլին եւ Ասադովը ուկտա։ Երբ որ ապրիլյան պատերազմից հետո ես առաջի պաշտոնյան եմ եղել, որ մեկնել եմ Մոսկվա, էլի Եվրասիա մայրցամաքի ժողովին, այնտեղ եղել է Ռուսաստանի պետդումայի նախագահան, Իրանի ազգային ժողովի նախագահ Լարիջանին, Թուրքիայի, Ադրբեջանի, ես նույն ձև շատ ավելի հստակ ու շատ ավելի կոպիտ իրաց բերանը փակել եմ։ Բայց ինչ դեր այստեղ բանը, այստեղ ուզում եմ նաև անդրադառնալ մեր Բարգավաճ Հայաստան կուսակցության, մեր երկու կուսակցությունների պատվիրակությունների աշխատանքին, դահլիճում այնտեղ նաև եղավ խոսքային պերիպալկա եւ ինձ նաև ճիշտ է, ես ասում եմ առաջ անգամ չեմ քաղաքականության մեջ տենց իրավիճակներում հանդիպում, բայց ինձ շատ ավելի ամրացեց ու շատ ավելի հաճելի է, որ Բարգավաճի պատվիրակությունը եւ հանրապետականի պատվիրակությունը, ուզում եմ անունն առանուն ասեմ, էլի Իվետ Ատոնոյան, Լուիզա Սարգսյան, Արման Աբովյան, Հայկ Դերզյան, Տիգրան Աբրահամյան։
բոլորը մի մարդու նման, մի կողմ դնելով կուսակցական շահը, ոնց եք ասում, այդ մեր պորտատեղադրում ասեցիք, ոբշեմ, ես ուրիշ ձև կարամ ասեմ, բայց քամուն հակառակ հանեցին Մոսկվա-Բաքու մայրուղի դրանց։ Ու դա շատ կարևոր էր։ Այնտեղ ելույթներից հետո ի՞նչն է շատ կարևոր, որ իրանք փորձում էին ձայնի իրավունք վերցնեն, արձագանքի են։ Մենք նաև եւ իմ ելույթից հետո եւ Իվետ Ատոնոյանի ելույթից հետո մենք իրան շատ հստակ ասեցինք, պարոն Պլիգինին, որը մոդերատորն էր, մինչև շատ նորմալ մարդ է ինքը մի պարզապես միգուցե շփոթվեց կամ վախեցավ, որ շատ ավելի կտրուկ բաներ կլինեն։ Մի բան ինձ թվաց ինքը ադրբեջանցիա չէ ճանաչում Պլիգինին։ Ինքը Եզենիա Ռոսիա Բարսագույն խորհրդի անդամ է։ Որտեղ խանգարում էր, էլի փակում էր իրավաբանական դե ուզում էր խուսափել կոնֆլիկտից, էլի որպես մոդերատոր ուզում էր խուսափել կոնֆլիկտից, որ իր վրա երևի ավելի լուրջ խուսափություն չլինի, բայց իրանք բոլորն ինձ օգնել են։ Ես ասում եմ, ինձ բոլորը, ասինքն ես պետք է խոսայի 80-ամյակից, Ղարաբաղից խոսել էի, այնինչ արդեն խոսել էի, արդեն ավարտում էի այդ մասը, որ վանդալիզմա տեղի ունեցել, ինքնորոշման իրավունքից խոսել էի, վանդալիզմից խոսել էի, սրանք եկան ընկան իմ ջեբը։ Դե ընկան ջեբից պետք է քացով տայ տշեի են կոմ։ Իսկ իշխող խմբակցությունից մարդ չկար կպներ ադրբեջանցի հետ խանգարել։ Խմբակցությունը Եզենիա Ռոսիայի հետ ի՞նչ կապ ունի։ Չունի կապ։ Իդեպ այդ մասով մի հատ հարց տա։ Ես դե ուզում եմ շատ բան կարևոր բան ասեմ, էլի։ Մենք համատեղ ջանքերով արեցինք այնպես, որ մոդերատորը ձայն չտվեց ադրբեջանական պատվիրակությանը։ Կրկնում եմ եւ իմ եւ Տոնոյանի ելույթից հետո իրանք փորձում են խոսալ։ Հա, բայց չտրվեց հնարավոր։ Չտրվեց, որովհետեւ չէ, որ տային։ Հետո մի հատ դուք պետք է պարտադիր ուզեիք։ Բայց ես ինչ էի ասելու, կամ մենք, այնքան բան կար ասելու, ինքնորոշման իրավունք այսօր Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը չի խոսում։ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը 2022 թվականի սեպտեմբերի 8-ի Վլադիվոստոկյան թեզերը հանելու է ճպստեմ դրանց աղի ճակատին։ Ով որ կա դալիճում։ Ասելու է ինքնորոշման իրավունքը, հիմքերի ինքնորոշման իրավունքի, Դոնբասը գրիմ ու ասելու է, հələ մի հատ ինձ ասեք, այս իրավունքին Արցախի ժողովրդից ավելի շատ որևէ մեկը ով է կիրառել եւ ով է արժանի։ Եվ այս իրավունքը, որ դուք դες պաշտպանում եք, ավելի շատ, քան Արցախահայության դեպքում, որտեղ է բռնաբարվել։ Ինչ էին ասելու։ Էլ չեմ ասում, եթե ֆաշիզմից եթե խոսայինք, Վազգեն ջան, Ադրբեջանի ղեկավարը Ուկրաինայից ենք վաճառում։ Ադրբեջանի ղեկավարը եւ արտաքին գործերի նախարարը հրապարակային օրը ցերեկով Դոնբասի ազատագրումը ռուսական թեզերում օգտագործում եւ Ղրիմի միացումը անվանում են օկուպացիա։ Հետեւաբար իրանք Ռուսաստանին համարում են օկուպանտներ։ Բայց դիատակից ո՞նց են դուս գալու։ Ասիկա ես դիմեի Նիկոլին էլի մի ձև։ Ինքը լավ դուս է գալիս։ Պավորված կմնային բոլորը, թե ոնց Նիկոլը տակից դուրս։ Իմ համար զարմանալի է մեր ժողովրդի տենց դրական շատ արձագանքը, որովհետեւ ես մի կողմից շատ ուրախացա, որ մերոնք տենց մեծ էմոցիոնալ բանի մեջ ընկան, էլի։ Մի կողմից էլ ինձ մոտ հարց առաջացավ, ասիկա մենք այսքան, ասիկա սրանք մեզ այնքան իջացրել են, կապիտուլյանտները, որ մենք մի հատ Ադրբեջանին սիլատալուց ամբողջ ազգով ոգևորվում ենք։ Բայց ես հասկացա, որ իրոք մենք շատ մենք գահավիժվել ենք, էլի։ Իմ համար անկեղծ բացարձակ զարմանալի չէր այդ արձագանքը, որովհետև քիչ դեպքերից է, անկախ աստեղ նույնիսկ գիտես կապ չունի։ Ես վստահ եմ այդ մարդկանց մեջ, ովքեր կամ տարածել են կամ լայքել կամ գոնե առնվազն լուր վիճակով, բայց որոշակի հպարտություն են զգացել, կլինեն նաև այն մարդիկ, ովքեր առ այսօր չեն հանդիսանում որևէ ընդդիմադիր ուժի տենց բան, հա, աջակից կամ գուցե նաև հակա այդ նախկինական թեզն է իրենց մեջ, բայց երբ որ դու տենում ես, որ ես նվաստացած վիճակով, երբ որ ես ծմերուկ ծախողի կեպկով ֆրֆռում է ինչ որտեղ sense մի ձև փորձում մի բան Էրդողանի գիրքը վեկելը sense ու դու ստենում ես, որ միջազգային հարթակում մարդիկ իրանց դիստանցավորում են այդ նվաստացած վիճակից, որ մենք չենք այդ նվաստացման սուբյեկտը ու կարողանում են համարժեք պատասխանել ու նաև կարողանալ դա պահել, որպեսզի մոդերատորները եւ այլնները չգան ու չփորձեն այդտեղ, հա, ինչ որ ադրբեջանական ազդեցության տակ կլինի կամ ինչ որ սեփական նախաձեռնությամբ կլինի, ինչ որ ձև ընդհատել այդ ամեն ինչը, դա իմ մոտ եմ ես ասում, որ իմ մոտ քիչ առնում, որ տենց ինչ որ բան զգամ էլի, զգացել եմ, անկեղծ եմ ասում, քո ելույթից զգացել եմ, որ ախպեր, չէ։ Վազգեն ջան, մի բան ասեմ, ամենակարևորը ես հետո եմ էլի անալիզարել, ամենակարևորը նա էր, որ այդ առաջին ադրբեջանցիք երկրորդը այդ դահլիճը, երրորդը մեր դաշնակից ռուսները տեսան, որ հայ ժողովուրդը հաշ չի
Արցախի կորստի եւ այս կապիտուլյատի հետ։ Այսինքն ես անցյալ տարի փետրվարին եմ ելույթ ունեցել Դոմսայուզով, ավելի մեծ միջոցառում էր ու ասել են, որ ժողովուրդ մեր ռուս միջազգային պարտներներին Արցախի հանձնումը եւ Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում, այս ԿՊ կապիտուլյանտ խմբակի որոշումն է, հայ ժողովուրդը հաշ չի դրա հետ։ Բոլոր սոցիոլոգիական հարցումներով հայ ժողովուրդը միգուցե դարի ամենաբացասական երևույթ համարում է ու Արցախի հանձնումը Ադրբեջանին ու սրա կողմից։ Եվ ակնհայտ է, որ եւ սա շատ կարեւոր էր, որ իրենք տեսան, որ կան քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ, որոնք սրանց նման նվաստացած չեն եւ պատրաստ են պաշտպանել այն կարմիր գծերը, որի համար ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունը։ Այդ իմաստով ինձ ուրախացրեց, կրկնում եմ, հարության արձագանքը, որ փաստորեն այդ մարդիկ են մեր նման մտածում։ Բայց ամենակարևորն է, որ միջազգային հարթակներում տղեկ ջան, մենք ասենք, որ ընկեր ջան, մենք կապիտուլյանտների ազգ չենք, էլի։ Մեր ազգը չի համակերպվելու, այսինքն Արցախի էջը չի փակվել։ Իմ ելույթը դրա մասին էր։ Կարճ կոնկրետ, որ Արցախի էջը չի փակվել, Արցախայության էջը չի փակվել, ինքնորոշման իրավունքի էջը չի փակվել եւ Հայաստանի անկախության եւ անկախ պետականության էջը չի կարող փակվել։ Ինչքան էլ ուզում ա դուք ունենաք կոլաբորացիա